Սա առավոտ լուսո ուիկենդն է, մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ հայ-ղազախական ընտանիքին ծանոթանալուց հետո ժամանակ թե ծանոթանալ հայ-հնդկական ընտանիքին։ Մեր հյուրերն են Սանի Կումարը եւ Շողեր Կումարը։ Նրանց ասում ենք բարի լույս։ Եվ շնորհակալություն ենք հայտնում, որ մեզ հետ եք սկսում օրը։ Երբ եւ ինչպես է սկսվել ձեր սիրո պատմությունը։ 2017 թվականին այդ ժամանակ ես ապրում էի Մոսկվայում, Սանին Իտալիայում։ Ընդհանուր ծանոթների միջոցով Սանին Ինստագրամով ինձ գրում է, ու տենց Ինստագրամով մեր պատմությունը սկսվում է 17 թվականին։ Եվ ինչը ձեզ բերեց Հայաստան, հենց այդ պատմությունը, թե ուրիշ կարևոր գործերով։ Ես տենց ասում, ես սիրահարվել եմ տենց։ Просто Շողերին թե Հայաստանին։ Ահա, շոգերին։ Հետո արդեն որոշել եմ կգնամ Հայաստան։ Ես թողել եմ Իտալիա մենակ շոգերի համար, просто ես սիրահարվել եմ տենց ասում։ Իսկ ինչն է ձեզ գրավել հայ կնոջ մեջ։ Մի քիչ կուլտուրա, հնդկականի կուլտուրայի նման է։ Մշակույթները նման են, այսինքն։ Հա, մի շատ բան կա։ Դրա համար ես ուզում եմ ոնց որ ճիշտ մաքուր հասկանում եմ ինձ տենց մարդ է ես պետք լի դրա համար որոշել եմ գնում Հայաստան։ Շողեր իսկ ձեզ ինչն է գրավել։ Երևի մանկուց որ սիրել եմ հնդկական երգեր, ֆիլմեր, ոնց որ մեր երիտասարդները կա իմ տարիքի կամ արդիկ, բայց կյանքում չէի մտածում, որ կարող է հնդիկի հետ ամուսնանալ, այս չի որ ես իրան փնտրել եմ։ Ուղղակի երբ որ մենք ծանոթացել ենք, հասկացել եմ, որ լավ մարդ է, կարա լինի լավ ընտանիքի գլուխ, լավ հայր, դրա համար ոնց որ որոշել եմ, որ երբ որ առաջարկություն արել, ասացի ինչու չփորձել ու չեմ փոշմանել որոշմանս համար։ Շատ լավ, իսկ մինչ միմյանց հանդիպելը դուք ինչ գիտեիք Հնդկաստանի մասին եւ դուք ինչ գիտեիք Հայաստանի մասին։ Հայաստանի մասին ոչ մի բան չգիտեի։ Խաղում ամենագեղեցիկ պատճառը ձեր կինն է եղել նախ իրեն ծանոթանալու եւ հետո Հայաստանին։ Իսկ դուք Հնդկաստանի մասին։ Ես շատ բան գիտեի, դե քանի որ ֆիլմեր էի նայում, մի քիչ լեզուներ էի արդեն ուսումնասիրում, սիրում էի հինդին, դրա համար ավելի շատ ծանոթ էի հնդկական։ Նույնիսկ մինչ ձեր ամուսնուն հանդիպելը դուք ուսումնասիրել եք լեզուն։ Այո։ Մշակույթի մեջ ինչն է ձեզ գրավում ամենաշատը։ Հնդիկները շատ հավատարիմ են ընտանիքին, սիրում են, որ հարգում են մեծերին, դա ոչ թե մենակ խոսքեր է, այլ ես եղել եմ Հնդկաստանում ու դա նկատել եմ, որքան են իրան գնահատում իրանց ծնողներին, քույրերին, եղբայրներին, միգուցե դա է հենց դրթել, որ ծանոթանամ իրար հետ։ Հետաքրքրվեք մշակույթով։ Ծնողները ինչպես արձագանքեցին, երկու կողմերն էլ հետաքրքիր է։ Իմ մաման սկզբից դեմ էր, չէր ուզում, որովհետև ասում էր պետք է հայի առնես, հայ, ոնց կարա հայը ուրիշ ազգի առնի, բայց երբ որ ես հստակ էին որոշման մեջ, ասեցի, որ չէ, կապ չունի ազգությունը, ես ազգություն չեմ ընտրել, ես ընտրել եմ մարդուն, որովհետև ես արդեն հասկանում եմ ինչպիսի մարդ հասանին, դրա համար հիմա արդեն ոնց որ մաման մի քիչ 4 բալիկներից հետո մի քիչ սկսել է հարմարվել։ Սանի, իսկ ձեր ծնողները։ Մեր մամա պապայի ամեն ինչ նորմալ է, իրան ուրախում է ես ամուսնացել եմ։ Մեկ ես աշխատում եմ, շոգերը իմ մամայի պապայի հետ խոսում է, բանանում օգնում է իրան, եթե մի բան կա, մի բան պետք է իրան, կամ փող է պետք, կամ ուրիշ բան է պետք, շոգերը պատրաստ է միշտ։ Չի ասում, ես ընտանիք ունեմ, չէ։ Շոգեր вообще ուրիշ է։ Երջանիկ բանաձևերից մեկն է, ստիս, ինչ հիմնական նմանություններ եւ տարբերություններ կան հայերի եւ հնդիկների միջեւ։ Ամեն ինչ նորմալ է, նույնը։ Ես հələ տենց բան չի նկատել, տարբեր բան կա, չէ։ Դե համոզում եմ, որ կարևոր գաղափարները կիսում են, հատկապես ընտանիքի մասին։ Բայց հետաքրքիր է մշակութային կրոնական տարբերություններ եղել են եւ տարաձայնություններ, որոնք կարող են խանգարել։
Քանի որ մենք երկուսս քրիստոնյա ենք, մենք չենք ունեցել այդ խնդիրները։ Հնարավոր է ուրիշ ընտանիքներում, ովքեր որ հինդուի հետ են ամուսնանում կամ մուսուլմանների, կան հնդիկների մեջ եւ սիքեր, քանի որ Փուսանի պանջաբցի է, ինքը առաջ եղել է սիք, բայց հետո ոնց որ ընդունել է քրիստոնեությունը, ինքը քրիստոնյա է։ Երբ որ մենք ծանոթացել ենք, ինքը արդեն քրիստոնյա էր, դրա համար մեր ընտանիքում այդ խնդիրը մենք չենք ունեցել։ Կոնկրետ կրոնի հետ կապված ոչ մի խնդիր մենք չենք ունեցել։ Իսկ մշակութային տարբերություններ, ապրելակերպի հետ կապված, աշխարհընկալման։ Ես շուտ որոշում կայացնող եմ, իսկ սանի չէ, ասենք 1000 անգամ կչափի, նոր մի հատ կտրի, ինձ թվում է դա էլ է մշակույթի հետ կապված, որտեղ որ իրանք ապրել են ոնց որ Հնդկաստանում, դժվարությունները այնտեղ ավելի շատ է, քան Հայաստանում, աշխատանքը, մնացած ուրիշ բաները, ինձ թվում է դրանից է կողպել այդ մարդու կերպարը, որ երկար մտածենք, նոր ինչ-որ որոշում կայացնենք։ Դուք փոխել եք ձեր ազգանունը, դա պարտադիր պայմանն էր, թե միայն եղել է ձեր ցանկությունը։ Առաջի ժամանակ շոգեր ասում ազգանունը փոխում, քո ազգանունը։ Ես ասում եմ պետք չի։ Իմ համար կարևոր ազգանուն չի։ Իմ համար կարևորը մարդը անուն ազգանուն էս պետք չի։ Անուն մենակ անունը։ Սանիա, շոգերա։ Պետք չի ազգանուն ես։ Եթե ուզում ես դու ազգանուն փոխես, դու մտածես, իմ համար խնդիր չկա։ Շողեր, բայց դուք ինչու եք որոշել փոխել ազգանունը ամեն դեպքում։ Քանի որ ամուսինները մի մարմին են, չեն կարա մի մարմին լինեն երկու տարբեր ազգանունով, զուտ դրա համար, որ մի մարմին են, ամբողջականությունը ապահովելու համար։ Բոլոր կետերով եւ առումներով միասնականությունը դուք գնահատում եք։ Ինչն է ամենաշատը ձեզ գրավում Հայաստանում։ Մարդիկ։ Մեկ շոգեր ասում գնում Հնդկաստան։ Ես ասում հələ չէ, պրոստը Հնդկաստան հիմա մի քիչ վտանգավոր է։ Կրիմինալ շատ բան կա։ Հետո օրինակ ըստ Հայաստանը կրիմինալ բան չունի։ Տես բան չկա։ Ես Իտալիայում ապրալա, անդե գողություն տես բան շատ է։ Ես վախում եմ անդե կարող է հետո երեքաների համար կամ անդե չի լսում մամա պապայի։ Ստե Հայաստան ուրիշ դեպի գելը։ Դրա համար շոգեր ասում մեկ գնում Եվրոպա, գնում Ամերիկա, ես ասում չէ, ես մնում Հայաստան։ Դա։ Իսկ ինչ որ բան, որի պակասը զգում եք Հայաստանում, որ ձեզ պակասում է։ Հա, մամա պապայի մեկ մտածում եմ մամա պապայի կանչումը։ Բայց մամա պապա չի ուզում ստե։ Ամեն դեպքում նկատելի է, որ հայերեն բավական լավ եք խոսում, որքան ժամանակ է պահանջվել, որ տիրապետեք հայոց լեզվին, դերևս այն մակարդակով, ինչ մենք հիմա տեսնում ենք եւ լսում ենք։ Որտեղ մենք ապրում, պիտի կարևոր է այս լեզու խոսելը։ Եթե մենք չի հասկանում, չի խոսում, արդեն զերո է, ոչ մի բան չկարաս անել։ Դրա համար իմ համար կարևոր է մեկ շոգերի ընտանիքի համար ես առաջ եկել աստե Հայաստան չի հասկանում ոչ մի բան չի հասկանում հետո ես մտածում եմ կարող է վատ բան ասում իմ մասին դրա համար ես սովորել եմ դա Իսկ ձեր լեզուն է ավելի բարդ թե հայերենը եւ շողերին էլ կարող ենք հարցնել որովհետեւ լեզվին տիրապետում եք երկուսի լեզու դժվար է Հայերենը իստում ավելի դժվար է, որտեղ ես ավելի մաքուր եմ խոսում հինդի, քան սային հայերեն։ Եթե ես հինդին սովորել եմ, ավելի մաքուր եմ տիրապետում, նույն ընթացքում 2015 թվականից 18 թվականից սային Հայաստանում է, բայց երբ որ ես եմ հինդի խոսում, հնդիկները ասում են ոնց որ հնդիկ լինես խոսալուց, դրա համար ինձ թվում է հայերենը ավելի դժվար է։ Շատ լավ։ Իսկ Հայաստանում ինչ հիմնական գործունեությամբ եք զբաղվում։ Առաջ Վարշավիրը գործանում։ Պրոստը հիմա Վարշավիր չի անում։ Հիմա տենց ասում դոկումենտի հետա advocat, document, visa, տենց բան է անում ես հիմա։ Գոհ եք ձեր աշխատանքից։ Ես մաքուր աշխատում եմ, մեկ ես շոգերի հետ խոսում եմ։ Շոգեր կարող է ես սքալ բան է անում։ Շոգեր մեկ ասում է ամեն ինչ մաքուր է։ Շո։ Ազնիվ է։ Շողեր ձեր գործունեության մասն է կազմում նաև Instagram-ում բլոգ վարելը, շատ ակտիվ կերպով եւ ի վերջո մենք հենց բլոգի միջոցով ենք ձեզ հետ ծանոթացել։ Սանին օգնում է ձեզ եւ մոտիվացնում է բլոգի հարցում, թե։ Այո,
Ես կասեի սանի օգնությամբ ես սկսել եմ վարել, որտեվ միջև այդ վախենում էի չհասցնեմ երեխեքը, բայց իր օգնությամբ ու ոնց որ պատճառը ինքն էր, որտեվ ես ասում եմ, որ հետաքրքիր կլինի մարդկանց երկու մշակույթ, երկու տարբեր դասիրակություն, երկու տարբեր ազնվորություն, ու երբ որ ինքը բլոգում կա, դիտումները ավելի շատ են, հարցերը նույնպես։ Իսկ ինչի մասին է հիմնականում ձեր ստեղծած բովանդակությունը։ Մենք հինդիով ենք վարում մեր էջը, հետո ես հասկացա, որ քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, պետքա մեզ հայկական էջ, որովհետև հայերը պետքա լինեն գերակշռող մասսային իրանք Հայաստանում։ Հիմա մենք մի քիչ ծնող ընտանիք այդ բան ենք վարում ու ասեմ, որ արձագանքը հայերի կողմից շատ տարբեր է, կան մարդիկ, որ շատ լավ են արձագանքում մեր ընտանիքին, որ ձեզ շատ ենք սիրում, շատ լավ զույգ եք, կան մարդիկ, որ չեն ընդունում, նամակներ են ինձ գրում մեկնաբանություններ բովանդակալից, որ ես ազգի դավաճան եմ, քանի որ ամուսնացել եմ ընդիկի հետ, բայց ես շեշտում եմ, որ ես ընտրել եմ մարդուն, ես չեմ ընտրել ազգություն, իմ համար, երբ որ ես անի նայում, ես չեմ նայում, որ ինքը հնդիկ է։ Ես իրեն նայում եմ որպես մարդ։ Դրա համար մեր բլոգը հենց դրա վերաբերյալ է, էլի, որ տարբերություն չկա ինչ ազգի ներկայացուցիչ չի, տարբերությունն է, որ այդ մարդը հոգ տանի քո մասին, քո ընտանիքի մասին, որ քեզ սիրի, հարգի, որը մեր ընտանիքում իրոք կա, մեր հարաբերությունները հիմնված են սիրո, հարգանքի դրանց վրա։ Հնդկաստանում հետևորդներ ունեք, Հնդկաստանից մեծ քանակ են։ Ավելի շատ են, Ավելի շատ են։ 13000։ Իսկ իրենց արձագանքը։ Հնդիկների մեջ չի եղել մի հատ մարդ, որ մեզ գրի, ինչա հնդիկները չկան, որ գնացել հայ ես առել, սանի հարցում այդ տենց բաներ չկա հնդկական կողմից, շատ լավ են ընդունում, շատ սիրում են, շատ ուրախ են, որ հինդի եմ խոսում, Հայաստանում երբ որ հանդիպում ենք հնդիկներին, իրանք շոկի մեջ են մի քիչ մնում, որ ես խոսում եմ հինդի ու լավ եմ տիրապետում հինդիին, դրա համար հնդկական կողմից ճնշում չկա, այնտեղ ոնց որ կարաս վայելես քո բլոգը, հայկականում մի քիչ պետք է ավելի զգուշ լինես, որ չկարկոցեն։ Մեկ ասում է հնդիկներ, ասում է, եթե Հնդկաստան գա, անպայման գա մեր տոն։ Բոլորի տներով հերթով պիտի գնանք խոսքով։ 4 երեխա ունեք եւ հետաքրքիր է հենց թեկուզ լեզվի առումով եւ իրենց մեծացնելու, դաստիարակելու լինում են տարաձայնություններ, թե ամեն ինչ կրկին հաշտ է։ Որ լեզուն պիտի սովորեն, որ մշակույթը պիտի ավելի դոմինանտ լինի։ Մենք ունենք 4 բալիկ, մեր 2 բալիկները հնդիկները, 2 բալիկները հայեր։ Սանին արդեն հայ ազգություն է։ Մենք տարբերություն չենք դնում, անկեղծ։ Օրինակ ինչ կփոխեիք Հայաստանում եւ ինչ կփոխեիք հայի մեջ։ Կա ինչ որ մի բան, որ նկատել եք եւ կուզենայիք, որ դա չլիներ մեր մեջ։ Երևի չէ, հələ ոչ մի բան։ Ամենաբարձր գնահատականը Սիրում եւ ընդունում եք մեզ այնպեսին ինչպեսին կա։ Հանդիքի մեջ մի հատ քանթիր ունի, եթե մենք ասում բարև, իրեն ասում բարև։ Բայց հայ հետ խոսում ակբեր բարև։ Իրեն ասում բարև, ոնց է ախպերը, ինչ կա։ Ջերմությունը։ Հա, ջերմություն։ Էդա։ Հանդիքի հետ տենց բան չկա։ Միանգամից հասկացանք, թե ինչ կփոխեին օրինակ Հնդկաստանում հնդիկների մեջ։ Միանգամից այդ հարցի պատասխանն էլ ստացանք։ Շողեր ձեր փորձառությունը Հնդկաստանում ինչպիսին է եղել։ Մենք 7 տարի ամուսնացած ենք, ընդամենը մի անգամ եմ եղել Հնդկաստանում, Պանջաբում, շատ եմ սիրել, կապրեի, բայց ոչ միշտ, սենց ասեմ, որովհետև այնտեղ մի քիչ ավելի շատ հետամնաց են, եթե դու չունես տրանսպորտ, ավտո, չգիտեմ, բայկ, դու կտրված ես ընդհանրապես չես կարա մի տեղից տեղափոխվես ուրիշ տեղ։ Հնարավոր է քաղաքներում ուրիշ է։ Մենք եղել ենք Ջալանդարում ու Ջալանդարի գյուղերից սանի ընտանիքը այնտեղ ապրում։ Իրանք ունեն ավտո, մենք ավտոյով որտեղ պետք էր գնում ենք, տանում էին մեզ, բայց ինձ թվում է ու շատ վախենալու է նաև ասեմ, որ այնտեղ սանին չէր թողում ես դուրսը հեռախոսով խոսամ, որովհետև կարային գողանային ու դու չէիր գտնի 3-4 միլիարդ մարդու մեջ այդ հեռախոսը։ Երեխեքին չէինք թողնում, որ իրանք համար քայլեին մեր հետևից թեկուզ կամ մեր առաջը, մենք գրկում ենք երեխեքին։
Հայաստանում նման խնդիր չկա։ Հայաստանում երեխեքը ամբողջ օրը դուրսն են, խաղում են, այդ հարցում Սանին չի ուզում, որ մեկ-մեկ ես մտածում եմ գնանք, մի քիչ կոնե ապրենք, ինքը չի ուզում, որտեղ վախենում է։ Ես կգնայի կապրեի, բայց Սանին չի ուզում։ Ես թվում է, որ ինքը երկար ժամանակ ապրել է դրսում, 8 տարի ապրել է Իտալիայում, 8-ը համարյա Հայաստանում, ու դրա համար Հայաստանը ոնց որ արդեն դարձել է իր համար տուն, չի պատկերացնի, որ Նաև ձեր շնորհիվ Հայաստանը տուն է։ Հա, եթե գնում Հնդկաստանը ապրում, մի քիչ կարող է մի ամիս, մենք վերջի ժամանակը 22 օր ապրել Հնդկաստան։ Այս ժամանակ ուտելիքը շատ տարբեր է։ Ուտելիքը, հիմա ես ճիշտ է, ես հնդիկա համեմունքները շատ օգտագործում հնդիկների։ Կարող է մեկ-մեկ ես եմ մտածում, իստե գնում է հնդիկի տուն, մտածում եմ շոգեր կարող է հոտ է գալու հնդկանի հոտ չէ անդե ուժեգա բան համեմունքներ հետո եթե շատ օգտագործում կարող է մի բան սաումա փորսաումա չգիտեմ տենց դրա համար էտենա խնդրեմը առողջականի խնդիր լինի եթե անդե ապրում է չեմ կարած երկար ժամանակ ապրել դրա համար Հայաստան ավելի լավ է Անցնենք մեր բլից հարցերին հետաքրքիր է ո՞րն է հայկական խոհանոցի ձեր ամենասիրելի ուտելիքը Իմ ուտելիքը խորոբատ հնդկականինը շահի պանիր դա ինչ է կարճ կարող եք մեզ բացատրել ինքը պանիր է ինքը պանիրը իրանք յուղի մեջ տապակում են ու հետո լոլիկ պղպեղ այդ միքսերով անց են կացնում իրար միացնում են ինքը շատ համով բան է եթե լինեք հնդկական ռեստորանում կարաք փորձեք իրոք համով Շատ լավ Սիրում եք հայկական խոհանոցից խորովածը բայց ինչ եք դուք ինքներդ կարողանում պատրաստել հայկական խոհանոցից Մենակ խորոբատ Դուք պատրաստում եք հնդկական բառը Մեկ-մեկ պատրաստում եմ ճիշտ է տենց շեֆ խոհարար չեմ բայց ուտվում է Հայերեն ո՞ր բառն եք ամենաշատը սիրում եւ հաճախ օգտագործում Ես քեզ սիրում եմ Ես քեզ սիրում եմ Իսկ դուք Հնդկերենից Այո Քանի որ մենք ունենք բալիկներ, ես ավելի շատ բալիկների հարցով եմ Սանիին դիմում, Սանի է չայ է, ոչ այ է, սա է պետք, նա է պետք, ավելի շատ դա եմ օգտագործում։ Հասրել եք ճամփորդել Հայաստանով եւ ո՞րն է դարձել ամենասիրելի տեսարժան վայրը Հայաստանում։ Ես ավելի սիրում եմ Գյումրի, Մեկել Գարնի, Սևան Շատ լավ։ Պարել սիրում եք թե ոչ։ Այո Ահա, հայկական պարերին ծանոթ եք։ Հա Պարել եք երբևէ։ Հայկական բառեր պարում եք Բարել են, հայկական պարում։ մի հատ երգ կա, չեմ հիշի ով է երգում, կոշիկ, այդ երգի տակ է շատ լավ պարում։ Ավելի ազգային ռիթմեր է հիշեցնում տվյալ ստեղծագործությունը։ Ո՞ր տոնն եք սիրում նշել Հայաստանում Միասին ընտանիքով Երևի մեր ամուսնության տարեդարձը ամենաշատը դա ենք սիրում Իսկ նշել։ հայկական տոներից Չենք նշում։ Ոչ հնդկական, ոչ հայկական, ոչ մի բան չենք նշում։ Ջրոցի չեք խաղում Չենք խաղում։ Լավ Լավ։ Ապրում եք միայն ձեր ընտանիքով։ 3 բառով խնդրում եմ նկարագրեք Հայաստանը։ Սավտանը Սավտանը Շնորհակալություն շատ որ մեզ հյուրի եկաք եւ մեզ ցեցիք ձեր weekend-յան առավոտը Հուսով ենք որ ելի կհանդիպենք մեր տաղավարում եւ ձեզ օրվա հրաշալի շարունակություն եք Շնորհակալություն։ Ժպտացեք, լավ եղեք, միացեք մեզ սիրելի հեռուստադիտողներ, եթե իհարկե դեռ չեք միացել, սա առավոտ լուսո weekend-ն է, մենք շարժվում ենք առաջ։